1998 թվականին պարտադրեցին Տեր-Պետրոսյանին հրաժարական։ Հենց այդ խնդրի շուրջ ծագած բանավեճի պատճառով։ Բայց պարոն Զուրաբյան, մինչև այդ Լևոն Տեր-Պետրոսյանը լեգիտիմություն ուներ, բացարձակ լեգիտիմություն ուներ։ Ինչը կարող էր խանգարել լեգիտիմ նախագահին, որ իր պաշտոնյաները իր դեմ դուրս են գալիս։ Լսեք, մենք ցեղասպանություն տարած ազգ ենք։ Մեր մոտ շատ լուրջ այդ բանը կամքը ինչ որ պատմական հայրենիք վերականգնելու մտայնությունը ինքը շատ արմատավորված է։ Մեր մտավորականության մեջ էլ դա կար, մեր հասարակության մեջ էլ կար պրակտիկ, ռեալիստական, ստրատեգիական քաղաքականությունը չէր ընդունվում մեր հասարակության կողմից։ Դա այն քաղաքականությունն էր, որի շնորհիվ մենք հասանք հաղթանակի։ Բայց երբ որ արդեն գնում ենք խաղաղության եւ պետք է տայինք Ղարաբաղից դուրս մի քանի շրջան, որոնք չեն եղել բնակեցված, չգիտեմ, վերջին 100-ամյակին հայերով, մենք պետք է տայինք ու խաղաղություն կանքեինք, մեր, այսպես ասեմ, կոլեկտիվ հայդատական մտայնությունը թույլ չտվեց դա անել։